Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ողջունում եւ դրական քայլ է համարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությունն առ այն, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով Հայաստանի բեռների տարանցման սահմանափակումները։ Ակնհայտ է, որ այո, հաստատված խաղաղության ապացույցներից մեկն է եւ պետք է ասեմ, որ վստահ եմ, որ գալիք ապագայում նման քայլերի երկկողմ քայլերի պակաս չի զգացվելու, ողջունում եմ Ադրբեջանի նախագահի այդ հայտարարությունը եւ պետք է ասեմ, որ մենք սպասում ենք նաեւ շատ կարեւոր հարցեր ունենք, այդ հարցերի հետ կապված շուտապույտ լուծմանը։ Ազգային ժողովի նախագահն Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպումը եւս դրական է գնահատում, նշելով ադրբեջանցի գործընկերոջ հետ երկուստեք եկել են այն ընկալման, որ իրենց վրա պետք է վերցնեն հանրություններին մերձեցնելու եւ խաղաղության իրականության մեջ ապրելու, իրար ընդառաջ քայլեր անելու տրամաբանությունը։ Փակագծեր չբացելով ազգային ժողովի խոսնակը միայն հայտնեց, խոսքը հեռավոր ապագայի մասին չէ։ Այդ ամբողջ հանդիպման ամենակարևոր բաներից մեկը այն էր, որ ես կոնկրետ տեսա, որ խաղաղությունը ոչ միայն մեր սրտում է, ոչ միայն մեր ընկալման մեջ է, այլ ադրբեջանական կողմի մեջ է։ Ինչ որ մի պահ խոսակցություն եղավ, օրինակ ռազմական ագրեսիայի մասին, հա, որ սենց ասում են, որ կարող է սենց բան, ասեց հնարավոր չէ, ասեց ոնց մենք այսքան քայլ ենք արել, այսքան բան ենք արել, այսքան միջազգային պարտավորություն ենք վերցրել մեր վրա։ Ըստ Ալեն Սիմոնյանի Ժնևում անցկացված միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովի շրջանակում Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գերիների պահվող անձանց վերաբերյալ հարցերին։ Գերիների պահվող անձանց վերաբերյալ խոսակցությունը կա միշտ, այդ խոսակցությունը կար ոչ միայն այդ հանդիպման ժամանակ, այդ խոսակցությունը կար նաև հրապարակային մասում, երբ որ եթե իմ ելույթը նայեք, դրա մասին խոսվում է։ Հարցին ինչու է Ալիևը օգտագործում միջանցք բառը Սիմոնյանը պատասխանեց, դրա մասին հարցրել է, ինչինի պատասխան հնչել է։ Միջանցք բառի մեջ վատ բան չկա, ուզում են, որ Ադրբեջանի միջով տնտեսական միջանցք անցնի։ Իսկ ինչ վերաբերում է Զանգեզուրին, ասել են, տարածքն այդպես է կոչվել, դրա համար են այդպես կոչում։ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան Հայաստան կգա։ Թող իրանց նախագահն էլ գա, մեր երկրի ղեկավարն էլ գնա իրանց մոտ, ես էլ կգնամ, իրանք էլ կգան, բայց կան հարցեր, որոնք որ պետք է այնուամենայնիվ քննարկենք մինչև այդ գալը։ Ոչ միայն անվտանգության հարցեր, նաև մեր պահվող անձանց հարցերը, օրինակ ես մի քիչ դժվար է մեր համար գնալ ընտեղ, որովհետև հասկանալի է, որ ոնց գնաս ընտեղ, միևնույն ժամանակ գիտես, որ պահվող անձինք կան։ Եթե մենք խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին, ապա պետք է լինեն նաև ուղիղ քաղաքական շփումներ տարբեր մակարդակներում, ասում է ազգային ժողովի նախագահն ու հավելում. խոսակցությունը եղել է զուսպ, առանց էմոցիոնալ կամ քարոզչական երանգների։ Ալեն Սիմոնյանն ընդգծում է, որ նման հանդիպումները չեն նշանակում հարաբերությունների ձևական բարելավում, այլ դրանք միջազգային պրակտիկայում ընդունված շփման ձև են, որոնք կարող են նպաստել վստահության աստիճանական վերականգնմանը։ Հաջորդիվ խոսելով ներքաղաքական զարգացումներից ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, Հայաստանում որևէ մեկի խոսքի ազատությունը չի սահմանափակվում։ Բոլորի համար տեղ կգտնվի, ով որ պետության դեմ որևիցե բան կանի, բերդի համար տեղ կգտնվի։ Սիմոնյանի խոսքով իրենց էլ են մեղադրում, թե ինչու այս կամ այն մարդը բանտում չէ։ Իմ անձնական կարծիքով այդ մարդիկ էլ պետքա բանտում լինեն։ Հեղափոխությունը 18 թվականի եւ ընդհանուր հեղափոխությունը եղել է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի մասին, եղել է այդ հին բանը մերժելու եւ մեր հիմնական քաղաքական եւ բոլոր իմաստներով ընդդիմախոսները եղել են, թե չէ այն մեկը այնտեղ մի բան ասեց, այս մեկը մի բան ասեց։ Այնուամենայնիվ Գյումրու քաղաքապետի ձերբակալումն ըստ Ալեն Սիմոնյանի մեկ ուղերձ ունի։ Կոռումպացված մարդը թող քաղաքականությամբ չզբաղվի, թող պարլամենտ չփորձի գալ, որևիցե ձեւով քաղաքական մանդատը իրան չի փրկելու, ոչ մեկին այդ քաղաքական մանդատը չի։ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները քաղաքական են։ Եթե դու գողցող ես, եթե դու գողական ես, եթե դու ավտորիտետ ես համարում քեզ, եթե դու այդ բարքերով ես ապրում, քո տեղը բանտում է։ Դա չի նշանակում, որ դու կարաս քո տեխնացությունը դնես եւ ինչ որ քաղաքական մախինացիաների շնորհիվ մնաս քաղաքապետարանի շենքում պատասպարված, չի փրկելու մեռանք ասելով։ Ոչ էլ էս դահլիճն է փրկելու։ Ինչքան ասենք այդ մարդկանց, չի լինելու։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։